Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրավապահ համակարգը խրախուսում է բռնությունը։ Այլ գնահատական դժվար է տալ այն անգործությանը, որը դրսևորվում է ընդհուպ տեսախցիկների տեսադաշտում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման հարցում։ Ավելին, պարզվում է մեր երկրում ձերբակալված անձին կարող են ոստիկանական մեքենայից հանել, բռնության ենթարկել, խոշտանգել և մնալ անպատիժ։ Այսօրվա թողարկմանը կանդրադառնանք 3 նման դեպքի։ Եթերում «Խոսենք փաստերով» հաղորդաշարն է։ Սկսենք Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից, որը տեղի է ունեցել ձերբակալված երիտասարդին քննչական կոմիտեից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին։ Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլին։ Երիտասարդը Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում հանրային պարսավանքի է ենթարկել այն ժամանակ դեռևս ՔՓԱ-կան պատգամավոր Հակոբ Ասլանյանին, որը ըստ տեսանյութերի հարվածել էր երիտասարդին։ Դեպքից կարճ ժամանակ անց հայտարարություններով հանդես եկան ՔՓԱ-կանները, կոչ անելով պատասխանատվության ենթարկել Սամվել Վարդանյանին։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, խուլիգանության հատկանիշներով երիտասարդը ձերբակալվեց, և հենց ձերբակալված կարգավիճակում ոչ ավել, ոչ պակաս քննչական կոմիտեից ԶՊՎ տեղափոխվելու ընթացքում երիտասարդը խոշտանգվեց դիմակավորված անձանց կողմից։ Ոստիկանության ավտոմեքենան ձերբակալվածների պահման վայրից ընդամենը 1.5 րոպե հեռավորության վրա է կանգնել, քանի որ ոստիկաններն ունեցել են բնական կարիքներ։ Նրանք միայնակ են թողել ձերբակալված անձին, Սամվել Վարդանյանին, և հեռացել ավտոմեքենայից։ Այդ ընթացքում, ճակերտավոր ասած, պատահականությամբ տարածքում են հայտնվել անձինք, որոնք բռնության են ենթարկել Սամվել Վարդանյանին խոշտանգել ձերբակալված, ձեռնաշղթաներով գտնվող անձին։ Դեպքի մանրամասներն այժմ չենք ցանկանում հայտնել, սակայն փաստ է, որ դեպքից անմիջապես հետո, երբ դիմակավորված անձինք իբրև հեռացել են, երջանիկ պատահականությամբ Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանները վերադարձել են և շարունակել ճանապարհը։ Այս դեպքից անցել է արդեն 2 տարի, սակայն որևէ անձ դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի։ Ոչ դիմակավորված անձինք են հայտնաբերվել, ոչ էլ պատժվել են այն ոստիկանները, որոնց հսկողության պահպանության ներքո գտնվող անձը խոշտանգվել է։ Ավելին, ներքին գործերի նախարարությունից փաստինֆոյի հարցմանն ի պատասխան նշել են, որ ծառայողական քննությունը կասեցվել է պայմանավորված քրեական վարույթով, ընդ որում ըստ չհերկված լուրերի, այդ ոստիկանները ոչ միայն չեն հեռացվել համակարգից, այլև նույնիսկ առաջխաղացում են ունեցել։ Ի տարբերություն այս դեպքի, մյուս 2 դեպքը, որի մասին կպատմենք, տեղի է ունեցել տեսախցիկների առջև, որտեղ հստակ արձանագրվել են ոստիկանության բոլոր ծառայողների դեմքերը, սակայն այս դեպքերով ևս արդեն քանի տարի է որևէ առաջընթաց չկա։ 2024 թվականի մայիսի 27-ին ոստիկանական մեծ խումբը Հայաստան խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն գործադրել է հենց ՀՅԴ շենքի դիմաց։ Ընդ որում, կադրերից երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում անգամ գետնին ընկած պատգամավորի նկատմամբ։ Տեսախցիկները նաև արձանագրել են ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնող ոստիկանների դեմքերը։ Չնայած դրան, ծառայողական քննության արդյունքում ընդամենը 1 ոստիկանի լիազորություն է դադարեցվել, ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, նա վերականգնվել է պաշտոնում։ Ինչ վերաբերում է քրեական վարույթին, ապա այդ գործով ևս որևէ տեղաշարժ չկա, որևէ ոստիկանի այդպես էլ մեղադրանք չի ներկայացվել, իսկ տուժող կողմն ընդհանրապես տեղեկություն չունի վարույթի ընթացքից։ Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանական բռնության դեպքով քննությունն արդեն 4-րդ տարին կմտնի։ Խոսքը 2022 թվականի մայիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դեպքի մասին է, երբ ոստիկանները բռնություն են գործադրել պատգամավորի նկատմամբ։ Գործը սկզբում կարճվել էր, սակայն բողոքարկման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ նախաքննությունը եղել է թերի և պետք է նոր քննություն իրականացվի։ Չնայած նոր քննությանը, գործը կրկին կարճվեց, և տուժող կողմն այժմ շարունակում է վիճարկել այդ որոշումը։ Վերջին այս 2 դեպքի սանձարձակությունը նաև նրանում է, որ ոստիկանները նախ փորձել են բերման ենթարկել պատգամավորներին, որոնք ունեն անձեռնմխելիություն, իսկ կադրերն էլ փաստում են, որ դեպքի ժամանակ նրանց կողմից չի կատարվել որևէ հանցավոր արարք կամ իրավախախտում։
Այսինքն նախ ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները, փորձելով անհիմն կերպերման ենթարկել անձանց, ապա գործադրել բռնություն։ Այս երկու դեպքերով էլ որևէ իրավական գնահատական չի տրվել և առերևույթ հանցավոր վարքագիծ դրսևորած ոստիկանները մնացել են անպատիժ։ Սրանք եզակի դեպքեր չեն։ Ոստիկանների կողմից խոշտանգումների վերաբերյալ ահազանգերը բազմաթիվ են, որոնք սակայն մնում են անհետևանք։ Ասել է, թե իրավապահ մարմինը, որը պետք է պայքարի անօրինականության դեմ, ինքն է դառնում անօրինականությունների առաջամարտիկը, մի դեպքում պայմաններ ստեղծելով խոշտանգման համար, մյուս դեպքում դառնալով բռնության անմիջական կիրառողը։ Սա արդեն ոչ միայն իրավապահ համակարգի ձախողում է, այլ վկայում է պետության պատասխանատվության խորը ճգնաժամի մասին։ Այս ամենը ձևավորում է մի վտանգավոր իրավիճակ, երբ իրավապահ մարմինները այլևս դադարում են լինել օրենքի պահպանման գործիք և վերածվում են քաղաքական վերահսկողության և ճնշման լծակի։ Անպատժելիությունն այստեղ այլևս հետևանք չէ, այլ քաղաքական ընտրություն է, քաղաքական իշխանությունների ընտրությունը և հստակ դիրքորոշումը։ Եթերում «Խոսենք փաստերով» հաղորդաշարն էր։